Թուրքիայի նախագահ Էրդողանը հրաժարվել է վայրեջք կատարել Եգիպտոսում այն բանից հետո, երբ տարածվեցին Նեթանյահուի Շարմ էլ-Շեյխի գագաթնաժողովին մասնակցելու մասին լուրերը։ Էրդողանը ինքնաթիռը վայրեջքի փոխարեն շրջանցել է Կարմիր ծովը, ապա վերադարձել եւ վայրեջք է կատարել միայն այն բանից հետո, երբ Նեթանյահուի մասնակցությունը չեղարկվել է։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հերքել էր Նեթանյահուի մասնակցությունը գագաթնաժողովին։ Տարածված հայտարարությունում նշվում է, որ Թրամփն իսկապես հրավիրել է Իսրայելի վարչապետին, սակայն նա պատճառաբանելով Սիմխաթ Թորան տոնին իր մասնակցությունը մերժել էր հրավերը։ Համասը ևս հայտարարել է, որ չի մասնակցելու տարածաշրջանային եւ միջազգային առաջնորդների հետ խաղաղության գագաթնաժողովին։ Մինչև վեհաժողովի մեկնարկը Էրդողանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի հետ։ Խաղաղության գագաթնաժողովին հրավիրված Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների զրույցի ընթացքում նրանց է միացել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ալիևի հետ ջերմ ողջագուրվել է Փաշինյանի ձեռքը սեղմել, մինչև վերջերս Հայաստանի գոյությունը չճանաչող երկրի ղեկավարը։ Ավելի քան 20 երկրի ղեկավարը ժամանել Շարմ էլ-Շեյխ, մասնակցելու նաև Գազայի հարցով գումարվող վեհաժողովին, այդ թվում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Գագաթնաժողովը, որի շրջանակում ակնկալվում է խաղաղության վերաբերյալ փաստաթղթի ստորագրում, նախագահում են Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին եւ Դոնալդ Թրամփը, որն Իսրայելից է մեկնել Եգիպտոս։ Մինչև ինքնաթիռ նստելը Թրամփը կարճ զրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ։ Ի դեպ Քնեսեթում Թրամփի ելույթի ժամանակ երկու падգամավոր փորձել են ընդհատել ելույթը ցեղասպանություն գրությամբ ցուցանակ բարձրացնելով, սակայն նրանց արագ հեռացրել են։ Մերի Դանիելյան, Free Open Media։